պետք է իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջին հայացքով որդի ասում։ Ծառան իրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի լույս, բարի առավոտ, սիրելի քուրեր, եղբայրներ, բարեկամներ, հարազատներ, մենք շարունակում ենք մեր եթերը եւ այս առավոտյան մեզ միացել է մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը, նա ոչ թե ես նրան հյուր չեմ համարում, այլ մեր Arm Gospel Radio-ի գործընկեր, եթե մեր Հովհաննես եղբայրը թույլ է տալիս, հստակ համաձայն է, Հովհաննես եղբայր, բարի լույս, ձեր մոտ շատ առավոտ ժամը 6-ն է երևի ինչքան չէ Հիմա որ մենք ժամերը փոխեցինք, հիմա 7-ն է։ 7-ը, հա, շատ ավելի հեշտ է ձեզ համար ախտանալը։ Այնպես որ շատ շնորհակալ ենք որ միացաք մեզ։ Անցած անգամ ես մոռացել էի որ ժամերը փոխել ենք, մի ժամ ավելի շուտ էի արտադրել։ Այսինքն ես ավելի ճիշտ կարող եմ ասել ժամ ու կես ավելի առաջ եմ արտադրել, քան որ սկսի։ Եվ այդ ժամանակ պաստորեն 2 ժամ ու կես ավելի շուտ արտադրեցա։ Լավ ժամանակ եք ունեցա տիրոջ հետ։ Այո։ Հետո տեսա որ բանը այս Սարտեցուցիչը այդտեղ ժամը փոխված չէ։ Պարտիդոջը։ Հովհաննես եղբայր, այսօրվա թեման ես արդեն բացել եմ գիրքս եւ կարդացի, նախադասությունը իրոք շատ հզոր լավ բան ասպասվում է, լավ առավոտ, տիրոջ այսպես ասած կարելի ասել թարմ կերակուր անապականացու սերմի մասին է այսօր խոսքը ինչ կասես մի կարճ նախաբան այս թեմայի շուրջ Այո մի քանի հաղորդում առաջ ես խոսել էի ապականության սերմի մասին բայց այսօր առաջնորդվեցի խոսել անապականացու սերմի մասին եւ բնական է որ երբ խոսքը գնում է անապական սերմի մասին, իհարկե գիտենք բոլորս, որ դա Աստծո խոսքին է վերաբերում, որովհետև խոսքը, Աստծո խոսքը սերմ է։ Այո։ Ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս հարցի վրա, թե ինչպես է սերմ, այդ սերմը ինչ ունի իր մեջ, եւ ինչ կարող է անել որ դեպքում եւ այլն։ Ճիշտ, շատ հետաքրքիր է։ Գիտես, ես վերջերս ձերքս ցորեն ընկավ մի քանի հատիկ ու այնքան հետաքրքիր էր չոր այսպես հատիկ էր կարծես թե մեջը ոչ մի կյանք չկա ուզեի կփշրիր կդառնար փոշի դե ալյուրը ցորենից են շինում parza բայց ասում Տեր Աստված ինչ հրաշք է ինչ հետաքրքիր է այդ մի հատ չոր ինչ որ սերմի մեջ որ կարծես թե անարժեք է հա մի առաջին հայացքից բայց հանկարծ երբ որ նա հայտնվում է հողի մեջ ակտիվանում է հողի մեջ եւ պտուղ է տալիս 1-ին 100 կարելի ասել է այսպես զարմանալի է իրոք զարմանալի է եւ Ինչքան իմ մեջ էլ է մտածում ինչ Աստծո խոսքի ինչին է նմանացնում Տերը այդ սերմին թվում է թե ինքը առաջին հայացքից ինչ պիտի անի որ հա բայց երբ որ ընդունում ես քո մեջ լինելով այն բարեբեր հողը գերազանց արդյունք է տալիս զարմանալի այո արտիդոջը շատ հետաքրքիր իսկ սկզբանե Աստված այդ սերմի հարցը նրա սկզբունքը դրեց, որ ամեն սերմ իր մեջը ունենա ինքը իրեն արտադրող բնույթ։ Այո։ Այսինքն ունի գեն։
ունի DNT իր մեջ, որի մեջ կա այն ծրագիրը, որ ինքը երբ որ բարենպաստ տեղում լինի, ծնի իրենից իր նմանը։ Պարտիրոջ, իրոք զարմանալի է։ Եվ սա ոչ միայն բույսերին կամ ցորենին է վերաբերում, բոլոր ամբողջ արարչությանն է վերաբերում, անգամ աստղերն են ծնվում։ Դա մի զարմանալի հրաշալի մի բան է։ Պարտիրոջ։ Շատ լավ, Հովհաննես եղբայր, քանի որ մենք դեռ այդ բանի տակ ենք, կարելի ասել, ազդեցության, Քրիստոսի հարության, այսպես խաչելության, հարության ազդեցության տակ ենք, եւ ես միշտ քաջալերում եմ, որ դա պետքա տարվա ամեն օրը լինի այդ ազդեցությունը մեր կյանքում, եւ դա մեզ նաեւ ավետարանն է պատգամ տալիս։ Ես ուզում եմ մի երգ ընտրեցի, որ ձեր երգն է սա, ձեր հեղինակային երգն է, որը նաև հարության, խաչելության հարության մասին է։ Նա, որ աշխարհ եկավ, եւ մեր մեղքերը վերցրեց իր վրա, ինչ անուն աշխարհ եկավ։ Եկեք լսենք այս երգը, որից հետո կմիանանք նորից։ Երկենք և օրնենք, սալմոսներով ծնձումով, շեփորի ցայնով, թող որ կորան ձովերը լիությամբ ամբար, կեդերը թող ձապտան ցերքով, քանզի դերն եկավ, ինչ անուն աշխարհ Յան իշխան, գարեգից ողջ մարդկության, Հիսուս, ինչ անուն աշխարհ եկավ, մեծ խաղաղության իշխան, գարեգից ողջ մարդկության, Հիսուս, Տիրոջ նոր երգ երկենք և օրնենք, Սալմոսներով ծնձումով, շեփորի ցայնով, թող որ կորան ձովերը լիությամբ ամբար, կետերը թող ձապտան ցերքով, քանզի դերն եկավ, ինչ անուն աշխարհ եկավ, մեծ խաղաղության իշխան, գարեգից ողջ մարդկության, Հիսուս, ինչ անուն աշխարհ եկավ, մեծ խաղաղության իշխան, գարեգից ողջ մարդկության, Հիսուս, ինչ անուն աշխարհ եկավ, մեծ խաղաղության իշխան, գարեգից ողջ մարդկության, Հիսուս, ինչ անուն աշխարհ եկավ, մեծ խաղաղության իշխան, գարեգից ողջ մարդկության, Ամեն, նրա անունը Հիսուս է, որը զորություն ունի ճեղքելու խավարը, հալածելու թշնամուն, բերելու բժշկություն, հույս, հավատ և սեր, փառք Տիրոջը։ Հովհաննես եղբայր, մենք սիրով քեզ լսում ենք։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն, երբ խոսքը գնում է սերմի մասին, չենք կարող
նկատի չառնել այն առակը, որը Հիսուս խոսեց, սերնացանի առակը, որովհետև դա իր առաջի առակն էր, երբ որ սարմանալի ձևով Հիսուսը սկսեց առակներով խոսել, որովհետև աշակերտներն էլ սարմացան, ասեցին հիմա ինչու է սկսել առակներով խոսել, եւ Հիսուսը շատ մեծ համար բավական սարմանալի եւ այնպիսի բան ասեց, որ կան ասեց, որ որոնց համար է Աստծո արկայության խորհուրդը տրված է նրանց իմանալու, բայց կան որ տրված չէ, որ իմանան։ Ես ժամանակին շատ էի զարմանում այս երիտասարդ ժամանակ այս խոսքերի վրա, որովհետև սա ինչպես կլինի, որ ոմանց տրված չի, նրանք անգամ եթե լսեն, չպիտի լսեն, եթե տեսնեն, չպիտի տեսնեն, որպեսզի չլինի թե հանգարց ընդունեն ու ես իրենց բժշկեմ կամ փրկեմ։ Շատ ռադիկալ, այսպես ասած, մի տեսակ խոսքեր են, որոնք տարիների ընթացքում աճելով, նոր հայտնություններով եւ այլն ես հետի հասկանալ որ ինքը ունի իրեններին եւ ճանաչում է իրեններին եւ ունի որ իրենները չեն եւ նրանց էլ ճանաչում որ իրենները չեն իրենները հավիտենական են նրանք ովքեր իրենը չեն ժամանակավոր սա անկախ նրանից թե մենք կհասկանանք չենք հասկանա սա փաստ է սուրբ գրային փաստ է նաև այն որ մեզ տրված չի իմանալ ովքեր են իրենները եւ ովքեր ոչ այո փարտիրը չոտրված չի մեզ տրված չի որովհետեւ մեր մեջ մեր բնույթը մեր այդ մարմնական կամ մեր էգոիստական բնույթը քանի կա մեզ չի տրվի դա իմանալու այդ է պատճառը օրինակ Հիսուս լավ ճանաչում էր ինչու որովհետև նրա մեջ չկար այդ մեղավոր էգոիստական բնույթը սա է պատճառը ինչև է ուրեմն մենք այս առակը կարդում ենք դա գտնվում է 3 ավետարանիչները խոսում են այդ մասին Մատթեոս, Մարկոս, Լուկաս ամեն մեկը յուրօրինակ երանգով որ միասնաբար ավելի ծավալով ենք տեսնում այդ բաները ես չեմ ուզում երկար ժամանակ տրամադրել ընթերցանության ես կարծում եմ որ հայտնի հավատացյալներին հայտնի առակ է ես պարզապես տեղերը կասեմ որ Մատթեոս 13 գլխի մեջ է 3-ից մինչև 23 այդ մասին է նաև Ղուկաս 8-րդ գլխի մեջ ուրեմն կարող եք կարդալ եւ գտնել Մարկոս 4-րդ գլխի մեջ է բայց եկեք մենք այսօր կենտրոնանանք մի շատ հետաքրքիր տեսանկյուն դիտելու Աստծո խոսքը սերմ է եւ բնական է անապական սերմ է որտեղից գիտենք եկեք կարդանք այն համարը որ ես նշել եմ ուրեմն առաջի Պետրոս առաջի գլուխ 23 համար ասում է դերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմից այլ անապական սերմից Աստծո կենթանի եւ հավիտենական խոսքով եւ ավելացնում է որովհետեւ ամեն մարմին խոտի պես է եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղիկի պես խոտը չորացավ եւ նրա ծաղիկը թափվեցավ իսկ Տերոջ խոսքը մնում է հավիտյան եւ սա այն խոսքն է որ ձեզ ավետարանվեցավ
Ինչու է այս օրինակը բերում։ Սա ցույց է տալիս, թե իմանալու համար, թե այս սերմը ուր է ցանվում, ինչ միջավայրի մեջ է ցանվում։ Սա շատ կարևոր է։ Եվ առակը, որի մասին մենք խոսում ենք, այնտեղ էլ տեսնում ենք 4 տարբեր ուրեմն իրավիճակ, ուր որ սերմը ցանվում է։ Եվ նրանք բոլորն էլ լսում են այդ խոսքը, որտեղ խոսքն է սերմը։ Բայց այսօր ես թեև այդ առակի վերաբերյալ հարյուրավոր քարոզներ կան, մոտեցումներ կան, տարբեր կողմից, վերևից, ներքևից եւ այլն, բայց ես այսօր ուզում եմ այսպես ներկայացնել։ Այդ 4-ից մեկն է, որ այն տեղը ունի, բարի հող կամ պարարտ հող ասված, որի մեջ միայն հնարավոր է սերմի հղացում, ծնունդ եւ պտուղ բերում։ Մյուս տեղերում չի ստացվում պտուղ բերել, այսինքն վիժելվում է տեղում։ Ցանվում է, բայց չի ծնվում։ Ինչ պատճառներով եւ այդ պատճառները կապված են մեր ներքին միջավայրի հետ, թե ուր է ցանվում իրականում։ Ես անգամ այնքան կարևոր հարց է սա, որ ես չգիտեմ, թե ինչպես ձևակերպեմ, բայց կարծեմ Աստծո խոսքի օգնությամբ մենք կարող ենք գալ դրան։ Օրինակի համար եկեք միտեղ կարդանք, որ մեզ օգնի։ Գաղատացիս թեև իմ գրած կարգը փոխվում է, բայց տեսնում եք, ես այս ձևով եմ առաջնորդվում։ Ուրեմն Գաղատացիս 6-րդ գլխում 8 համարի մեջ շատ հետաքրքիր խոսք ասում է, որովհետև ինչ որ մարդ սերման է, այն էլ կհնձե։ Նախ սա։ Հետո իր մարմնի մեջ սերմանողը մարմնից ապականություն կհնձե, հոգու մեջ սերմանողը հոգուց հավիտենական կյանք կհնձե։ Հիմա մենք մոտարապես սկսում ենք տեսնել, թե այդ ուր է ցանվելու անապական սերմը, որպեսզի կյանք մեջտեղ բերի, այն էլ հավիտենական։ Ինչու, որովհետև այդ սերմը, Աստծո սերմը հավիտենական է, ինքնին հավիտենական է։ Ամեն։ Բայց այստեղ հակադրված է մարմնի մեջ սերմանելու հետ։ Ուրեմն մարմնի մեջ սերմանվողը ապականության բնույթ ունի, այսինքն նա, ոնց որ ասացի, մարմնից ապականություն կհնձե, նրա պտուղը վիժվում է, նա Աստծո հավիտենականություն կամ կյանք չի հնձվելու այդ սերմից։ Զարմանալի բան է։ Հիմա այստեղ այս առաջի 3 տեսակները շատ եսակենտրոն բնույթ ունեն։ Առաջինը, որ ճանապարհի վրա է եւ սատանան գալիս է սրտի մեջից հանում տանում է, ինչ որ ցանվեց, որ սրտի մեջն է գալիս, սատանան ինչ գործ ունի սրտի մեջ։ Դա ցույց է տալիս, որ դա այն թլպատված սիրտը չի, կամ երբ որ մարմնեղեն սիրտ պիտի տա Աստված եւ իր օրենքները մեջը դնի, այդ սրտի մասին չի խոսքը։ Այն սրտի մասին է, որ ամենարինս չար է եւ խաբեբա։ Որ մենք կարդում ենք Երեմիա մարգարեության մեջ, այսինքն այն սիրտն է, որտեղից չար բաներ են դուրս գալիս, այնտեղից են դուրս գալիս։ Տեսնում եք, ուրեմն սա մի բնույթ ունի, որը չի վերաբերվում այն տեսակին, որը ունի մի հոգի, որի մեջ ցանվի։ Հոգու մեջ ցանվածը, ասում է, պտուղ կբերի հավիտենական։
Ուրեմն մենք այստեղ տեսնում ենք ոնց որ երկու տեղ կա ցանվելու ցանվում է բայց այդ սերմը այդ աստծո խոսքը կարող ենք ասել մարդը անտարբեր է իրեն շատ չի հետաքրքրում ինչպես ժողովուրդն ասում է մի ականջից մտնում է մյուսից դուրս է գալիս ոչ արմատ է գցում ոչ մի բան չի էլ հասցնում անել ինչի համար որովհետև ինքը իր սեփական կյանքի համար անհրաժեշտ չի զգում այդ սերմը ընդունել իր համար անհրաժեշտ չի նա անտարբեր է իր համար չի ուղղակի մի անգամ ասեցի ինչպես մեր ցավոք սրտի իմ հարևանը ասեց ես աստծո հարցերում հերմետիկ փակ եմ հերմետիկ ասեցի հերմետիկ ոչ մի բան դիչը թափանցի մեջ է սա այո այնպես փակ որ օտեր չի մտնում ուրեմն հա շատ զարմանալի բայց կարող է մի օր բացվի չէ Հովհաննես եղբայր իհարկե ես չեմ ասում քանի որ քիչ առաջ ասացի քանի որ ես չգիտեմ նա կարող է աստծո որդի է եւ բնական է մենք եւ աղոթքով եւ ամեն առիթով փորձենք այդպիսիներին ներկայացնել մեր կյանքով, մեր սիրով Քրիստոսի ով լինելը իհարկե եւ այնպես որ երկրորդ տեսակն էլ զարմանալի է սա էլ ասում է ուրախությունով ընդունեց լսեց բայց ասում է հենց որ մի հատ չարչարանք կամ բան եւ այլն այդ նույն խոսքի համար չորացավ մեռավ ուրեմն արմատ չուներ ապարաժների քարերի մեջ էր սա ներկայացնում է մի ուրիշ բնույթ որը էլի եսակենտրոն է նայտես նա չոր բաներ գտավ այդ խոսքի մեջ որ իրեն ուրախացնում է ճիշտ է չէ հավատացյալներ կան որոնք աստծո խոսքը կարդում են հավատում են որովհետև այնտեղ իրանց համար ուրախացնող բաներ կա օրինակի համար ինչ լավ է ես դժոխք չեմ գնա կամ ասենք Աստված խոստանում է բժշկություններ անել Աստված խոստանում է ինձ օրհնել Աստված խոստանում է ինձ օգնել այս կյանքի մեջ որ ես հաջողակ լինեմ եւ այլն բարգավաճեմ այս անեմ այն դրանք ուրախանալի բաներ են ուրեմն բայց չի ուշադրություն դարձնում որ այդ խոսքի համար կա նաեւ հալածվել որը նույնքան ճշմարիտ է որքան ուրախություն է ճիշտ է այնպես չէ այո ուրեմն եթե հաշվի չես առնում որ այդ քեզ ուրախացնող խոսքի համար նաև կա հալածանք դու անակնկալի արժև ես անում եւ մոռանում ես չորան ամեն ինչ մի կողմ ես գցում մի ձևով ոնց որ ասի չենք խորանում էլի սենց լավ է չխորանանք շատ չէ լավ բաները կան եւ այլն եւ սա բավական տարածված է եւ նկատելի է այսօր մանավանդ այո շատ մեր ժողովների քրիստոնեական հավատիչների մեջ այդ մակերեսային բաներով ուրախանալ առանց մտածելու որ գիտես հալածանք էլ կա իսկ եթե հալածանք չկա որ գրված է որ անպայման կլինի Աստված պաշտության կյանք ունեցողին պետք է հալածի գրված ինչպես ինձ արեցին ձեզ էլ պետք է անեն եւ դուք էլ ուրախ պետք է լինեք հիմա եթե չկա հարց է առաջանում ինչու՞ դե որովհետեւ արմատ չկա չեն խորանում արմատը չի խորանում երբ որ խորանան իրենց բնույթն էլ կխորանա երբ որ բնույթը խորացավ այդ ժամանակ կսկսի հալածանք այնպես չէ
Եվ Հովանես եղբայր խոնարհության, հեզության ճանապարհն չմոռանանք, որ շատերը փորձում են շրջանցել դա։ Խոստովանության, մեղքերի գիտակցության, վերջը լիքը հարցեր, որ այո, դա էլ արդեն փոխարինված է մի ուրիշ ես կասեի ծայրահեղությամբ, որը մեզ տանում է պատրանքների մեջ։ Ուրեմն երրորդ տեսակը սա էլ ասում է այո, նա էլ լսեց, ընդունեց եւ այլն, բայց նրա կյանքի մեջ կային փուշեր, չգիտեմ ինչեր, միևնույն ժամանակ այս կյանքի հոգսեր, այսինքն ինչպես առաջանամ, ինչպես լավ ապրեմ, կյանքի ասում է ցանկություններ կար նրա մեջ, որ եւ դրանք եկան խեղդեցին, այսինքն թույլ չտվեցին, որ այդ սերմը ջրվի, այդ սերմը լույս ընդունի, արևի ջերմություն ընդունի, փակեցին, նա էլ մեռավ։ Տեսնում եք, ուրեմն այս եսակենտրոն բնույթ ունենա։ Այնտեղ, որտեղ կա եսակենտրոն բնույթ, այդտեղ ցանված սերմը վիժվում է։ միանշանակ։ Պտուղ չի բերելու։ Իսկ այն հողը, որի մեջ ցանվում է, որտեղ է ցանվում, մենք քիչ առաջ կարդացինք, եւ հոգու մեջ սերմանողը, սարմանալի, հոգուցը հավիտենական կյանք կհնձե։ Հոգու մեջ սերմանողը ո՞րն է։ Եկեք այս որպեսզի մեզ դա օգնի, նաեւ երկրորդ Կորինթացիս կարդանք երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 16 համարը։ Ասում է նրա համար չենք թուլանում, այլ թեև մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդը օրեցօր նորոգվում է։ Այդ ուրեմն ներսի մարդն է նորոգվում, ներսի մարդն է աճում, մեծանում եւ այլն։ Դրսի մարդը, արտաքին մարդը, հին մարդը, այսինքն որը մեր այդ եսի հպարտ եսակենտրոն բնույթը ունի, դրա ազդեցությունը չկա, դրա մեջ չի ցանվում։ Ներքին մարդու մեջ է ցանվում։ Այդ ներքին մարդը ով է, ինչ է դա։ Այս հարցն է առաջանում։ Եվ այստեղ նորից պետք է կրկնեմ, որ այդ ներքին մարդը այն Աստծո որդու գենն է, որոնց Աստված ճանաչում է։ Երբ որ այնտեղ է ցանվում, այդտեղի միջավայրը համապատասխանություն ունի Աստծո սերմի հետ։ Գիտեք որ եթե համապատասխանություն չկա սերմի եւ այն միջավայրի, որտեղ ցանվում է, հնարավոր չի, որ պտուղ լինի։ Այո։ Դրան ասում են հարմարողականություն։ Հարմար պայման։ Compatibility անգլերեն ասում, compatibility ֆրանսերեն, ուրեմն այդ համապատասխանությունը Համապատասխան, հա։ Հիմա տեսեք, սերմը խոսքն է։ Հիսուսը ասեց, որ այդ խոսքը ճշմարտություն է։ Իր աղոթքի մեջ ասեց, քո խոսքը ճշմարտություն է։ Այդ մասին նաև Հակոբոսն է ասում իր առաջի գլխի 18 եկեք ես դա էլ կարդամ, ուրեմն Հակոբոս առաջի գլխի 18 եւ 21 համարները կարդամ, ասում է նա կամենալով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որ մենք նրա արարածների երախայրին լինենք։ Եվ 21 համար ասում է, սրա համար ամեն աղտեղություն եւ չարություն չարության առավելությունը դեն գցեցեք եւ խոնարհությունով ընդունեք ձեր մեջ սերմված խոսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։
հոգիների մեջ ցանվածը հոգիներին ապրեցնող է, հոգին ով է, Աստծո որդի է, հոգուց ծնված հոգին է, նպատակը բարի հողի մեջ ցանվելու Աստծո որդուն աճեցնելն է, նա ցանվում է, նա ծնունդ է բերում, այդ ծնունդը Աստծո որդի է, հոգուց ծնված հոգի է, այդ է այն միջավայրը, որտեղ ցանվում է Աստծո խոսքը, որ ճշմարտություն է, հետևաբար դա ճշմարտության միջավայր է։ Դավիթը իր 51 սաղմոսում ասում է, այո, ես մայրս մեղքով հղացավ ինձ եւ այլն, բայց դու ճշմարտությունն ես սիրում երիկամների մեջ։ Այնտեղ է գտնվում երիկամների մեջ։ Նրանք են, ում Աստված ճանաչում է, իրենն են։ Իրենն են եւ այնտեղ ցանված խոսքը գտնում է համապատասխանություն, հարազատություն, գտնում է պատկանելիություն։ Ուրիշտեղ չի գտնում։ Ինչու չի գտնում, տրված չի։ Ես ասում եմ, ինչը որ գրված է, չեմ էլ փորձում որևէ բան բացատրել։ Հավատում եմ։ Հովանես եղբայր, ստեղ մի կներես, ստեղ մի խոսքել կա, չգիտեմ պատրաստել էր ասելու թե ոչ, բայց ես երևի շտապեցի մի քիչ, խոնարհությունով ընդունել սերմված խոսքը, սա էլ ինչ-որ մեսիջ ունի, այսինքն անդիմադրելիորեն, այսինքն համաձայնված, ինչ էլ որ դա լինի, հասկացված, չհասկացված, ուզած, չուզված, ինչ կասես խոնարհությամբ այդ բառը շատ սիրուն է։ Այո, այդ խոնարհությունը ցույց է տալիս, որ այդ եսի էգոիստական ազդեցությունը չկա։ Այդ եսակենտրոնությունը չկա։ Նա խոնարհ է եւ այդ խոնարհությունը Քրիստոսի խոնարհությունն է, Աստծո շատ գեղեցիկ։ Նա այն խոնարհությունը չի, որը նորից եսակենտրոն է, այսինքն երբեմն խոնարհություն ենք ցույց տալիս, որ տեսեք մենք էլ խոնարհ ենք եւ այլն։ Այդ խոնարհության մասին չի խոսքը։ Այդպես կերտ խոնարհություններ էլ կա։ Ճիշտ է։ Եվ խոնարհությունը բարձրություն է պահանջում, գիտես, որտեղից կարելի է խոնարհվել։ Նա որ դրան խոնարհություն էլ չի կարելի ասել, նա որ շատ հետաքրքիր բան ասեցիք, շատ կարևոր բան ասեցիք։ Իհարկե, խոնարհը թող իր բարձրությամբ բարձրանա, ասում է Աստծո խոսքը։ Նախ պետքա բարձր լինես, որ խոնարհվես։ Ցածրը խոնարհվելու տեղ չունի։ Եվ ցավոք սրտի նրանք այդպիսիները չեն կարող խոնարհ լինել։ Չեն հասկանում ինչա խոնարհություն։ Նրանց Աստվածաշունչը կկոչեր ամենանդեպս կկոչեր երևի հիմարներ ըստ առակած գրքի։ Ըստ Պողոսի վարինները, վերիններ կա, վերին բաները մտածեք, ոչ թե վարի։ Ներքևի։ Ուրեմն մենք այս կարդացինք, նաև մի ուրիշ համար եմ ուզում կարդալ, դա էլ առաջի Պետրոսի մեջ է, այս անգամ առաջի գլուխ 3-րդ համարն է։ Ասում է, օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենթանի հույսը Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով։ Ինչ լավ խոսք է։ Սա այնպիսի մի նախադասություն է, որ թեև ինքը Պողոսին է ասում, երբեմն խրտին բաներ ունի Պողոսը, բայց ինքն էլ պակաս չի։ Այսինքն Սուրբ Հոգին այնպես է ձևակերպում, որ դառնում է մի գանձարան, որի մեջից կարող ես անընդհատ հայտնություններ դուրս բերել։ Բայց այստեղ կարևորը ինչ է, սիրելի եղբայրներ, քույրերս, այստեղ շատ կարևոր բան է ասվում։ Ասում է, որ Աստված է, որ մեզ վերստին ծնեց։
Մեր մոտ մի տեսակ թյուր հասկացողություն կա երբեմն, քանի որ մենք շատ ենք սիրում, որ մեր եսը ազատ լինի, այսինքն մենք ազատական ենք, մենք մեր ազատ կամքով ենք ընտրում Աստծուն, մենք ընտրում ենք Հիսուսին, ես ընտրում եմ նրան եւ այլն։ Բայց ես հարց եմ տալիս։ Հիմա ով է ընտրում ում։ Աստված ասում է, Աստված է մեզ վերստին ծնում։ Մենք կարող ենք ասել, որ չէ, մեզանից է կախված մեր վերստին ծնունդը։ Հարց եմ տալիս մտածելու։ Շատ կարևոր է։ Ես եմ ինձ ծնում վերստին։ Հոգուց որ ծնվում եմ, ես եմ այդ հոգուց ծնվում, ոնց եմ մտնում։ Ես եմ որոշում, ասում եմ, ինձ է թողնված, ես կուզեմ կծնվեմ, չեմ ուզի չեմ ծնվի։ Արդյոք սա ասպես է։ Ուզում եմ մենք մի ուրիշ տեղ էլ կարդանք, ուրեմն Հովանու ավետարանի առաջի գլուխ 12-13 համարներ։ Շատ ուժեղ խոսք է։ Բայց որոնք նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են, որոնք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ մարդու կամքից, այլ Աստվածանից ծնվեցին։ Ուր է այստեղ մեր եսը, ցույց տվեք։ Այդ եսի ազատությունը որտեղ է գտնում այստեղ։ Տեսնում ես, ինչ խորամանկ է այդ եսը, որ չի ուզում մեռնի։ Հա։ Չուպտի մեռնի։ Ուզում է փայ մտնի, փրկություն։ Ես հրկնում եմ, եթե այդ եսը չմեռնի, մենք սատանայի իշխանության տակ կմտնենք, որովհետև նա դա է գործածում որպես գործիք իշխելու համար։ Դա մի երևույթ է այդ եսը, մարմնից ծնված մարմին կոչվածը, որը մենք մարմին, որ ասում ենք, նկատի չունեմ այս ֆիզիկական մարմին որպես մարմնական բնույթ, իսկ այդ մարմնական բնույթը դա անպայմանորեն եսի բնույթի հետ է կապված եւ դա չի բարելավվում, նրան պետք մի ջանք թափեք, որ նա բարելավվի, չի ստացվի, նրան խաչ է պետք, նա պիտի խաչի վրա, որպեսզի ինչ որ Քրիստոս կատարեց, իրականություն դառնա, այսինքն նրա հարությունը, այդ հարությունն է, որ մեզ բերում է նոր մարդ, ներքին մարդ, եւ այնտեղ է տեղի ունենում Աստծո որդու ծնունդ։ Հիմա այս հարցը շոշափելուց հետո տեսեք առաջի Հովանու 3-րդ գլխի մեջ 9-10 համարները ասում է, որ այդ վերստին ծնվածը, այսինքն Աստծուց ծնվածը մեղք չի գործում եւ չի էլ կարող, որովհետեւ չի կարող, որովհետև սերմը, ուրիշ տեղ մի քիչ ավելի հեռու ասում է, այդ սերմը մնում է այնտեղ, այդ սերմը չունի իր մեջ մեղքի բնույթ, որովհետև Աստծո սերմ է։ Ամեն։ Որովհետև այդ սերմը իր խոսքն է, որը ճշմարտություն է։ Ճշմարտության մեջ ստություն չկա։ Ստության հորից եկած սերմի մեջ կա ստություն։ Բայց Աստծո սերմից եկածի մեջ չկա, նա ճշմարտություն է։ Եվ ովքեր որ այս ճշմարտությունիցն են, նրանք լսում են այդ խոսքերին, այն խոսքին, որը ի սկզբանե խոսք էր։ Այդ խոսքը մարմին դարձավ եւ արտահայտեց իր մեջի խոսքը, տեսնում եք, որ իրականում այդ խոսքը Աստված էր։ Եթե Հովանու ավետարանը լավ կարդանք, զարմանալի բաներ կան։ Այդ խոսքը հետո լույս է ներկայացվում, ասում է այդ լույսն է մարդոց կյանքը։ Հետո ասում է այդ լույսը ընդունողները, այսինքն այդ
խոսքը որպես լույս ընդունողները նրանց է իշխանություն տրվում Աստծո որդիներ կոչվելու, որոնք չեն ծնվել մարդու կամքից։ Այդտեղ չկա այդ ես։ Ախր եթե մենք սա խորապես չհասկանանք, մենք ուրեմն չենք հասկացել ոչ Քրիստոսի մահը, որի հետ մենք էլ խաչվում ենք, ոչ նրա թաղվելը, որի հետ թաղվում ենք, ոչ էլ նրա հարություն առնել։ Բավական լուրջ է։ Ես կուզեի, որ այս պարզ ձևով ես արտահայտում եմ, բայց դրա հետևը շատ գաղտնիքներ, հայտնություններ, խորհուրդներ կան, որոնք սիրելի են նրանց համար, ովքեր Աստծո հոգին ունեն, որովհետև նրանց մեջ, թեև չհասկանան, նրանց սրտերի մեջ բորբոք է առաջանում, ոնց որ Էմաուսի աշակերտները, չէ՞ որ մեր մեջ մի բան է լինում, երբ որ նա խոսում էր։ Ես վստահ եմ, որ մեր ունկնդիրները այսպիսին են, այս տեսակն են։ Եվ ասում է, որ այդ սերմի մեջ, այդ խոսքի մեջ կա կյանք և հոգի։ Խոսքի մեջի կյանքը և հոգին իր հենց DNT-ն է, այն գենն է, որը ունի ծրագիր իր մեջ խոսք արտադրելու, խոսք ծնելու և մեծացնելու։ Հրաշալի մի բան է։ Ուրեմն և աճեցնողն էլ Աստված է։ Այո։ Տեսնում ես, մարդիկ Աստծո խոսքը կարող են ցանել, ջրելն էլ այդ խոսքի մեջից տրվող հավատքն է։ Հավատքով է ջրվում, Աստծո որդու հավատքով է ջրվում այդ խոսքը, որ մեծանա։ Ուրիշ ջուր չկա, այդ աջուրը։ Նույն խոսքն է, բայց այդ խոսքի մեջից տրվող, որ լսում ենք, այնտեղից մեզ տրվող հավատքն է։ Այս հավատքն է հաճելի Աստծո, առանց որի տեղի չի ունենա Աստծո որդու աճ։ Այո։ Եվ միտեղ ասում է, ուրեմն եկեք Մարկոսի մեջ էլ միտեղ կարդանք, Մարկոս ուրեմն 4-րդ գլխի, արդյոք ճիշտ եմ հիշում, թե ոչ, ուրեմն 26 համարից, ասում է, և ասում էր Հիսուսը, այսպես է Աստծո արքայությունը, որպես թե մի մարդ սերմ գցեր հողի մեջ, և գիշեր ցերեկ քնի և վեր կենա, և սերմը բուսնե և աճի, այնպես որ նա չգիտի։ Իդարկիր, ինքը ցանում է, գնում է իր համար, ցերեկ արթնանում է, գիշերը քնում է, և այսինքն ինքը չի մտնում ընդեղ դենյադիտ ոնց է հաճում, ինքը չգիտի, Աստված աճեցնում է, և ինչպես է աճեցնում, որովհետև երկիրը ինքն իրեն պտուղ է բերում, առաջ խոտը, հետո հասկը, և նրանից հետո լցված ցորեն հասկի մեջ, ամեն շրջանները, էտապները իրար նման չեն, մի անգամից ցորեն չի, տեսնում եք, աճ գոյություն ունի, սկզբից թվում է, սա ինչ ցորեն է, սա խոտ է, հետո ցողունը, ասում է, սա էլ ցորեն չի, և այլ, ընդհուպ միջև ցորենը իր մեջ գրկող կճեպը, նա էլ դեռ ցորենը չի, ցորենը նա է, որ վերջում արևի տակ սիրուն բացվում է և պատրաստ է հունձքի և շարունակության մեջ ինքը դա է ասում, բայց երբ որ պտուղը կտա, շուտով կուղարկե մանգաղը, որովհետև հունձքը հասել է,
այս հունցք Աստծո որդիների հայտնվելն է։ Երբ որ հասնում են որդեգրության հասակին, Հասունացած։ Գաղտնիք է թաքնված այս ամենի մեջ։ Ուրեմն, նայեք տեսեք, երբ որ ասեց իմ խոսքերը կյանք և հոգի են, ի նկատի ուներ, որ այդ սերմը, այդ խոսքը իր մեջ ունի Աստծո ADN, DNT-ն, Աստծո գենը, որը ինչ է ծնում, եթե խոսք ես ցանում, ինչ պիտի ծնվի։ Խոսք։ Խոսք պիտի ծնվի։ Բայց ինչ խոսք, այդ խոսքը, որ ասում ենք, դա ինչ է։ Դա այն սկզբից Տերոջը անըմբռնելի մտքի արտահայտությունն է, որի մեջ մենք բոլորս դեռ որ ոչինչ չկար։ Տեսնում եք, ուրեմն այդ արտահայտությունը, այդ խոսքը, որ արարիչ է, դրա համար ենք նրան Աստված կոչում, որտեղ տեսնում եք, չի ասում սկզբում էր Աստված։ Նա ասում է սկզբում էր խոսքը, հենց որ խոսքը արարիչ գործունեությունը սկսեց, դա է Աստվածը։ Աստվածը այդ արարիչն է։ Իսկ որտեղից որ դուրս եկավ, նա անըմբռնելի մի բան է, նրան ասում են ոչ թե Աստված Էլոհիմ առումով, այլ 4 տառ Յահվե կամ Եհովա, որ ուրիշ ձևով չեն կարող կարդալ։ Հրեաները ասում են անունը, չեն ուզում կարդալ։ Հաշեմը իրենց համար անունը։ Թե ոնց պիտի կարդանք, բան գործ չունենք։ Չենք էլ ուզում արտահայտել, որ հանգարց պարապ տեղը չարտահայտենք։ Ավելի լավ է այդպես մնա, ասենք անուն։ Չենք ճանաչում այդ անունը։ Բայց Հիսուս եկավ, որպես այդ անունը, անհայտ անունը, երկնքի տակ մարդկանց տրվեց իր սեփական Հիսուս անունով։ Այդ պատճառով վերստին ծնվածը ուրիշ անուն չունի, որով ապրի, որով գործի, որով խոսա, որով աղոթի, որով հավաքվի, որով ինչ կուզես ասա, այդ անունով է արվում։ Թե խոսքով, թե գործով, ինչ էլ որ անեք։ Ինչու՞։ Որովհետև այդտեղ Հովհաննես չկա, Հովհաննեսի անունով չի։ Ինչ գործ ունի Հովհաննեսը։ Հովհաննեսը թող խաչի վրա մնա։ Իսկ հարությունը Աստծո որդին է, որը Հիսուս անունն է։ Այդ Հիսուս անունով ենք գործում։ Չէ՞։ Ամեն։ Քանի դեռ Քրիստոս մեր մեջ փառած հույս է, մենք այդ անունով ենք գործում։ Երբ որ այդ հույսը կդառնա այն վերջնական փառքի տրիումֆը, երբ որ սերը կպատասխանվի, երբ որ Հիսուս ասում է, ես ուզում եմ, որ նրանք, որ իմն են, ինձ հետ լինեն, այդ փառքը տեսնեն։ Այդ փառքը Աստծո սիրո ամբողջական արտահայտությունն է։ Ես միշտ կրկնում։ Ուրեմն, քանի որ ժամանակը բավական արագ անցնում է, ես ուրեմն մենք ճիշտ է, ես խտացված եմ այս ամեն ինչը ասում, բայց այսպես է, սիրելիներ, նայեք, տեսեք, եկեք կարդանք Եփեսացիս թղթի մեջ, Եփեսացիս 3-րդ գլուխ 16-ից կարդանք, տեսեք ինչ է ասում, որ իր փառքի հարստության պես տած ես, որ զորությամբ հաստատվիկ իր հոգու ձեռքովը ներսի մարդումը, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերումը, և դուք սիրով արմատ գցած և հաստատված լինեք, որ ամեն սուրբերի հետ իմանաք, թե ինչ է լայնությունը, երկարությունը և բարձրությունը և խորությունը, որ ճանաչեք Քրիստոսի սերը
որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունով լեցվիկ, բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելին, քան որ խնդրում ենք եւ իմանում այն զորության չափը, որ մեզանում ներգործում է, նրան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Հիսուսում է։ Այսօր մի հարց է, թե որ եկեղեցում չէ։ Սա հարաբանական սիստեմի մասին չի։ Այն եկեղեցին, որը Քրիստոս Հիսուսումն է, ամեն դարերում Հավիտյանը Սավիտենից ամեն շատ հզոր է փառք ես Տեր ես սա եմ ուզում այո եւ որ մենք տեսնում ենք այս բնույթը ինչպես ասացի ամեն տեսակի սերմ իր մեջ իր ծրագիրը ունի Աստծո խոսքը որպես սերմ նայր իր մեջ ծրագիր ունի մենք չենք տեսնում դա է նրա կյանքը եւ հոգին հոգի այո ամեն մեզ ծրագրավորում է մի ձևով եթե ասած ինչ-որ կոպիտ ձևով փորձենք հասկանալ նա մեզ նոր ծրագիր է դնում մեր մեջ այդ ծրագիրը իր խոսքն է եւ այդ ծրագիրը գալիս է գտնում է իր համապատասխանություն ունեցող ներքին մարդու տեղը որտեղ կարողանում է արմատ գցել եւ պտուղ բերել աճելով մի կահունցքի ժամանակ փառք ես Տեր հրաշքա եւ սա այս հունցքի հարցը դեռ սկզբից ջրհեղից հետո հիմնվեց տեսեք ինչ է ասում ուրեմն ծննդոց 8-րդ գլխում ամենավերջում ասում է այսուհետև 22 համար այսուհետև քանի ժամանակ որ երկիրը կմնա սերմ եւ հունցք ես որտեղից է հիմնվում ինչու է սերմանվում որ հունցք լինի ոչ սերմանվելը ինքնանպատակ չի հետևաբար սերմանվածից պահանջվում է աճ պահանջվում է հասնել միջև այդ նույն սերմի վերարտադրության որը 30 60 100 կամ ինչպես Ղուկասն ասում կարծեմ 100-ավոր 100-ապատիկ այո ուրեմն հետո ցուրտ ու տաք ամառ ու ձմեռ ցերեկ ու գիշեր չեն դադարի սա մեր կյանքի ինչ-որ նման մի բան է էլի մի օր ցուրտ մի օր տաք մի օր լավ մի օր վատ այո հինուխտը գիտես հինուխտը բան է ռեալ ֆիզիկական է ինչ որ գրված է բայց նրա մեջ թաքնված է միանշանակ որովհետև նա ճիշտ է շատ երկրային է որովհետև այդպես Աստված այդպես ուզեց ցույց տալ եւ նույնն էլ վերաբերվում է սերմի հարցերին ինչպես շատ հաճախ այնտեղ հանդիպում ենք թե ապականության սերմը թե ուրեմն անապական սերմը բայց մենք վստահ պիտի լինենք այն հավատքով, որ այդ նույն խոսքը մեզ ծնում է եւ տալիս է, այդ նույն խոսքը մեզ աճեցնում է որպես անխարդախ կաթ, այդ նույն խոսքը մեզ հասունացնում է որպես բինտ կերակուր, այդ կատարյալ կերակուր, այդ խոսքը մեզ հասցնում է միջև պտղաբերություն դառնալու նույն խոսքը որը ըստ էության նայեք տեսեք ինչ ասեմ ես դրանով վերջացնենք ըստ էության այն Տերոջ միտքն է որը որպես խոսք դուրս է եկել այդ խոսքը իր որդին է դուրս է եկել եւ քանի որ իր խոսքը երբ որ իրենից դուրս է գալիս պարապ ետ չի դառնում անում է այն որի համար դուրս է եկել
եւ հաջողում է եւ վերադառնում է իրեն։ Հիսուս ասեց. ես որ քեզնից դուրս եկա, արեցի այն ինչ որ ինչի համար որ դուրս եկա, արեցի։ Հիմա ես վերադառնում եմ այն նույն փառքին, որ ունեի արարությունից առաջ։ Տեսնում եք, այդ խոսքը գալիս է իր գործը անում է եւ վերադառնում է։ Եվ ես շատ եմ սիրում ներկայացնել Աստծուն որպես սեր, Աստծո էությունը սեր է, նրա ամբողջական արտահայտությունը իր փառքն է, իսկ որպեսզի սերը լինի ամբողջական, ունի երկու կողմ, սիրել եւ սիրվել։ Այ Աստված իր սիրելը ուղարկեց, դա իր գործը կատարեց եւ որպես սիրվել վերադառնում է դեպի իրեն։ Ամեն, ամեն։ Եվ իր էությունը սիրելու եւ սիրվելու արտահայտվում է ամբողջապես եւ սա կոչվում է իր փառքը։ Ամեն։ Իր էության ամբողջական արտահայտությունը։ Ուստի, երբ որ ասում ենք ուտենք, թե խմենք եւ ինչ էլ որ անենք, Աստծո փառքի համար անենք, դա նշանակում է այս սիրո պատասխանի համար անենք, որպեսզի այդ սիրո պատասխանը իր հասնի իր վերջավորության եւ դառնա ամբողջական Աստծո սիրո արտահայտություն։ Ամեն։ Ավարտիկ այն խորունգությունը, որը ունի եւ բարձրություն եւ լայնություն եւ երկարություն։ Ամեն։ Հարտիրոջ։ Ովքեր օրհնի մեզ բոլորիս եւ եթե դու տաս վերջին, այսպես ասած, սիրով օրը վերջին կոդան անելու համար ես ուրեմն գործ կարակելուցից կարդամ, որպեսզի դրա ավելի կիրառական կողմն էլ տեսնենք ու վերջացնենք։ Ուրեմն գործ կարակելոց 13 գլուխ 44 համարից։ Այո։ Եվ հետևյալ շաբաթ օրն համարյա թե բոլոր քաղաքը հավաքվեցավ Աստծո խոսքը լսելու։ Բոլոր քաղաքը անգամ։ Երբ որ հրեաները ամբողը տեսան, նախանձով լցվեցան եւ Պողոսից ասված խոսքերին դեմ խոսելով հակառակում էին եւ հայոյում էին։ Ինչու՞։ Ոնց թե ասում են, «Ես ինչ են խոսում, որ այսքան ժողովուրդ է հավաքվել, նախանձ ունեցան», պատկերացնում ես, մենք այսքան խոսում ենք, այդքան մարդ չի հավաքում։ Բայց սրանք էս Պողոսը խոսում է, դες հրի ինչքան ժողովուրդ է հավաքվել, ինչ լսելու Աստծո խոսքը։ Ուրեմն հետո առաջ պետք էր որ Աստծո բանը ձեզ խոսվեր, բայց որովհետև դուք ձեզ խոսվեր, այստեղ շեշտադրում է, առաջ պետք էր որ Աստծո խոսքը, Աստծո բանը ձեզ խոսվեր, այսինքն հրեաներին, բայց որովհետև դուք մերժում եք նրան եւ արժան չեք համարում ձեզ հավիտենական կյանքին, այ քեզ շատ խիստ խոսք է։ Շատ խիստ։ Ահա դեպի հեթանոսներն ենք դառնում։ Որովհետև Տերը այսպես պատվիրեց մեզ, թե քեզ հեթանոսների լույս տրի, որ դու փրկություն լինես մինչև երկրի ծայրերը։ Հեթանոսներն այս լսելով ուրախանում էին եւ Տերոջ խոսքը փառավորում էին եւ հավատացին քանիսը, որ կարգված էին դեպի հավիտենական կյանքը։ Այդ լիքը ժողովուրդից ուրեմն խոսքը փառավորողներ կային, քանիսը, այսինքն նրանք ովքեր, նրանք որ կարգված էին կամ նախասահմանված էին որոշ թարգմանություններ։ Կարանք ասենք հակված էին նաև, հակված էին։ Նույն այդ բառը։ Հակումը մի քիչ կենտրոնանում է մեր եսի վրա։ Հա։ Նախասահմանությունը Աստծո վրա է կենտրոնում։
կարգված էին, ճիշտ է ասում։ Արկված, այսինքն նախասահմանված Տերը դերել էր իրանց, այո։ Այո։ Սա է այն համապատասխանության հողը, որ իրենները ունեն, եւ երբ որ այնտեղ է ցանվում, պտուղ է բերում։ Եվ Տերոջ խոսքը տարածվում էր այն բոլոր գավառը։ Տարածվում էր ինչ անելու այդ գործունեությունը, այդ գործողությունը։ Բայց հրեաները գրգռեցին բարեպաշտ եւ պատվավոր կանանցը եւ քաղաքի գլխավորներին եւ հալածանք վերկացնելով Պողոսի եւ Բարնաբասի վրա նրանց դուրս արին իրենց սահմաններից եւ նրանք իրենց ոտների փոշին թոթափեցին նրանց վրա եւ եկան Իգոնիոն եւ աշակերտները լցվում էին ուրախությունով եւ Սուրբ Հոգով։ Այո։ Եվ հալածվում են, բայց լցվում են ուրախությունով եւ Սուրբ Հոգով։ Եվ այլներ գուրեր, են եսակենտրոն արմատ չունեցողը, որ ուրախոնում է Աստծո խոսքի վրա, որ հենց որ հալածանք ալինում է, ուրանում ամեն բան։ Այս տեսակը չի։ Այո։ Թող Տերը օրհնի այս մեր զրույցը եւ իր փառքի համար թող լինի մեր քույրերի, եղբայրների հոգևոր աճի, առաջության եւ Աստծո սիրո պատասխանը դառնալու։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Հովանես եղբայր շատ այսպես ընկալված լսում եք ես։ Շատ օրհնված եմ եւ իրոք դա այդպես է եւ սա է որ մարդու քրիստոնյայի կյանքում այդ միշտ կարծես թե վառը պահում Տիրոջ հանդեպ ունեցած մեր հիացմունքն ու զարմանքը ուրախությունը դա շատ կարևոր բան է եւ եթե մեկը այս խոսքի գեներացված իր խոսքից գեներացված կամ ծրագրավորված այս կյանքն ապրում այն հույսով որ մի օր հանդիպելու է նրա հետ եւ տեսնելու է նրա փառքը այդ տեսակ մարդու հոգեոր կյանքի մեջ չի կարող լինել ձանձրույթ մի օրինակ միանշանակ կյանք որը թերևս այս օրերի մեջ շատ ակնհայտ ձևով տարածվում է դա բայց իրոք այս տեսակ խոսքը մեզ արթուն է պահում եւ նորից կարծես ախորժակ է բացում ցանկություն ավելի խորանալու Աստծո մեջ եւ մեր արմատները ավելի խորացնելու Տեր օրհնի ձեզ շատ Հովանես եղբայր շնորհակալ ենք այս հրաշալի խոսքի համար եւ կխնդրենք որ ձեր աղոթքով ավարտենք մեր եթերը Այո սիրելի երկնավոր հայր շնորհակալ ենք քո հավիտենական խոսքի համար շնորհակալ ենք որ նրա մեջ կա քո կյանքի դենտեն քո կյանքի գենը ամեն որը մեր մեջ ցանվելով աճեցնում է պտուղ է բերում եւ պիտի հասցնի միջև հունցքի ժամանակաշրջան ամեն շնորհակալ ենք որ մեզ այսպես համբերում ես եւ մեզ առաջնորդում ես Տեր Հալելույա շնորհակալ ենք քո հոգու առաջնորդությունը մեր միակ մխիթարությունն է հակառակ դեպքում մենք կմոլորվենք Տեր բայց շնորհակալ ենք որ դու հոգ ես տանում մեզ համար առաջնորդում ես մեզ ամեն իրավիճակների մեջ լինի հալածանք, լինի դժվարություն, լինի նեղություն, լինի հիվանդություն, քո հոգին մեզ առաջնորդող է եւ քո սերը տարածվում է այդ ձևով մեր սրտերի մեջ, որին մենք էլ պատասխանում ենք ասելով Տեր, մենք էլ սիրում ենք քեզ, սիրում ենք քո խոսքը, սիրում ենք նրա մեջ եղող կյանքն ու հոգին։ Եվ աղոթում ենք այդ նույն խոսքը ներկայացնող, մարմնացնող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով թող փառքը լինի քեզ հավիտյանս հավիտենից ամեն ամեն փառք ես Տեր ես այսօր ամբողջ օրը պետք է խորեմ այս թեմայի շուրջ
դեռ օր արժևում է էլի քուրեր եղբայրներ եւ Տերը մեզ մեծ հնարավորություն եւ սա մեծ շանս է ես Հովանես եղբայր մտածում էի ձեր խոսքի ժամանակ ասում եմ Տեր ներսս աղոտ բարձրացավ անկեղծ ասած ուշադրությամբ ձեզ լսելով հանդերձ ասում եմ Տեր որն է ամենամեծ հրաշքը եթե ոչ սա եթե ոչ այն փոքրիկ սերմը որ կարող է սերմանվել մեր մեջ եւ այնպիսի պտուղ տալ որ այս աշխարհում տեղի չի կարող ունենալ այսինքն դա ամենահզոր այսինքն հրաշքն է մեռելը եթե հրաշքով արտնանա այսպես ասած կյանք ունենա հիվանդը ամենածայրահեղ եթե հրաշքով բժշկվի միևնույն այս հրաշքները չեն կարող հասնել այն մեծ հրաշքին որ փոքրիկ սերմա թեկուս շատերի համար դա մեծ բան չի բայց իրոք դա մեծ ամենամեծ գործն է անում մարդու ներքին աշխարհի հետ որովհետև եթե մեռելը արթնանա հրաշքով միևնույնն է նորից պետք է մեռնի ֆիզիկական իմաստով բայց այն սերմը որ ցանվում է մեր մեջ այն հավատքը որը աճում է մեր մեջ այդ սերմի միջոցով եւ դառնում է թռչունների համար այսպես ասած բնակավայր չէ Հիսուսը խոսում է դրա մասին դա հավիտենական իմաստ ունի ամեն վաու սա մեծ է այդ սերվը որ հարություն առավ այլևս չի մեռնում շատ լավ ասեցի մեռածը որ հարություն ճիշտ եք ասում մեռելը որ հարությունը ասեք այդ սերմը որ ինքը իր եսին մեռավ որովհետև եթե չմեռներ պտուղ չէր բերի իր եսին մեռավ մեր բոլորի եսերը մեռցուց իր հետ ամեն խաղեց իր հետ ամեն իր հետ հարուցանեց ամեն որ այլևս չի մեռնում ահա ուր է հավիտենականությունը ինձ հավատացողը թե մեռնի պիտի ապրի խոսքը կենթանի եւ հավիտենական է այդ սերմը վաու ամեն ինչու ենք մենք ես ինձնից խոսամ ինչի է մեզ համար սա փոքր թվում սա շատ ցավալի է իրոք մեր աղոթների մեջ մեր եսն է մեծ դրամ որքան մեր եսը փոքր է այնքան Աստված մեծ է լավ պատասխան է մեծ է Աստված փոքրանում է որտեղ մենք մեզմով սպառվել օրինակ ասում ենք ես եմ ինձ վերստին ծնելու կգնացնի անգամ եթե հաջողես ես չգիտեմ այդ վերստին ծնվածը ինչ ADN ինչ DNT ունի մեջը ինչով պետք է ջրես որ ինչ դառնա հիբրիդ մի հատ հասկանալի մի բան որ գիտես ինչ կդառնա այն որ ժամանակավոր է ոչ թե հավիտենական այո շատ ճիշտ է այսինքն հավիտենական կորուստի արժանի բան կդառնա այո Հիսուսը ասաց դուք կերակ կշտացակ դրա համար եք ինձ փնտրում չէ՞ միտեղ բայց ասաց ես եմ կյանքի հացը այսինքն գնացեք եւ գործեք հավիտենական կյանքի համար սա շատ հզոր է Հովանես եղբայր իրոք գայթակղված եմ շարունակելու այս եթերը չգիտեմ ինչքան որովհետեւ իր շատ լիքը այնքան խոսքեր կան եւ առակներ կան այս թեմայի շուրջ չեք պատկերացնի դրա համար եկեք sense պայմանավորվենք մենք չենք ավարտում մեր այսօրվա զրույցը մենք հիմա որ անջատենք եթերը շարունակեք խորհել սրա մասին շատ բաներ կբացվի ձեզ Աստծո խոսքից եթե խոսքը արմատա գցել ձեր մեջ քարոզիր ինքդ քեզ սիրելի քուրս եղբայրս ամենալավ քարոզը երբևիցե որ դու լսել ես դա քո քարոզն է ուղված ինքդ քեզ Տիրոջ խոսքի միջոցով Հովանես եղբայր կրկին շնորհակալություն եմ հայտնում Տեր օրհնի քեզ շատ նորից հանդիպելու փափագով ձեզ ասում ենք շնորհակալ ենք եւ ստեսություն ձեզ շնորհակալություն ես եղբայր Տեր օրհնի Պարտիրոջը։ Բարևներ բոլորին
Եղեք հաջողված եւ օրհնված Հովանես եղբայր։ Փառտիրոջ։ Սելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը, սիրում ենք ձեզ շատ, մնացեք խաղաղությամբ։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Ժամանակը պիտի գրկես իսկ տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջից։ Ծառան իդիրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոտ չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։